նրանք որտեղ աշխատում էին 50%-ի չափով պարապորտի փող ստանան, ասենք աշխատել է մարդը Արցախի կառավարությունում, պիտի ստեղ իր աշխատավարձի կեսը ստանա, եթե դա չի հերիքում, իրանց ամեն մեկին տալիս են բանի 55,000 դրամ, ընտանիքի մեկ շին չի հաշվով, եւ տունը, որ պետությունը մինչեւ 8 քառակուսի մետրով ապահովում է վարկային ռեսուրսներով, որպեսզի տուն վերցնեն, եթե փող ունեն, վրան ավելացնեն ավելի մեծ տուն վերցնեն, մենք ապա առաջարկել ենք մեկ շնչին 8 քառակուսի մետր։ Այդ քաղաքներում, գյուղերում բնականաբար ավելի շատ է, եթե իրան գնան գյուղերում որոշեն հողագործությամբ զբաղվեն։ Պետության առաջարկը դուք ինչպես կգնահատեք, արդյոք ճիշտ որոշում է։ Պետությունը մեզնից, ասենց ասեմ, նյութական առումով 1.5, նույնիսկ 1.7 ավելի քիչ առաջարկում, իսկ բնակարային առումով ոչինչ չի առաջարկում է 3 միլիոն դրամ, որը ոչ մի բնակարան չես կարող ունենալ դրանով։ Նաև պահանջագրի կետերից առաջնայինը, առանցքայինը համարվում է արցախցիների հավաքական վերադարձը Արցախ։ Դուք ինչպես քաղաքական հարց է, մենք դա չենք քննարկի, քաղաքական հարց է։ Դա քաղաքական հարց է։ Դες պետությունը դրանով չի զբաղվի, որովհետև ինքը նախաձեռնեց Արցախի դատարկելը։ Ինքը դատարկել է, ինքը այդ մասին չի խոսում։ Դա առանձին քաղաքական հարց է։ Բայց արցախցիները, ժողովուրդը, հայ ժողովուրդը ինչպես կարող է ճնշել այս իշխանությանը, որպեսզի վերջ-վերջո լուծում լինի։ Ինչ լինի վերջ-վերջո։ Լուծում լինի այս հարցը։ Որ հարցին։ Արցախցիների հավաքական վերադարձը։ Ձերը կարող ես իշխանություն արես, որ Արցախը դատարկվի։ Հանրությունը չի կարող ճնշում գործադրել իշխանությունը։ Չի կարող։ Հանրությունը պիտի իշխանություն փոխի։ Դրա համար ավելի քիչ ճնշում է պետք, քան թե որ այս իշխանությունը այդ գործողությունը կատարի։ Այս իշխանությունը ադրբեջանական իշխանություն է։ Բացարձակապես իրանք դարձել են ովքեր վերևներում են, դարձել են ադրբեջանցի, իրանք շահերով, մղումներով աշխատելով։ Այսինքն եթե կոմն չեն ճնշում, հենա գնանք Ալիևին ճնշեն, կարանք ճնշեն, բանի տեղ կդնի։ Դե հարցը պիտի տրամաբանական լինի, եթե աննարին բան է։ Արցախի վերադարձի հարց կարող է լինել իշխանափոխությունից հետո։ Իշխանափոխության պարագայում է միայն հնարավոր Արցախ վերադառնալ, բայց այս իշխանությունները չեն հեռանում, իրենք էլ պնդում են, որ են փաթեթավորումներ այն օրական։ Այդտենց իշխանություններ են հեռացել, այնց քերանան, հանգստացի։ Այդտենց իշխանություններ չի որ հեռացել են։ Եվ նաև իշխանությունները Սադամ Հուսեյնին դարը գլխից, Բաշար Ասադին դարը, այնց քերանան։ Նշում են, որ այս օրինակ հանդիպում քննարկումները, ինչպես նաև ապագայում սպասվելիք հավաքները, որոնք գեներացվում են, խաղում են արցախցիների հույզերի հետ եւ այսպիսով իրենց միակ նպատակը իշխանության հասնելն է, իշխանափոխության պահանջն է եւ որ սրանով վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Իրանցից ավելի ուժեղ վտանգի տակ ով է դրել։ Ով է Ղարաբաղը կրվել, ինչ եղել է կրվել են։ Այո, այս ամբողջ հավաքների մասը իշխանափոխությունը կոնկրետ Նիկոլ Փաշյանին հեռացնելն է։ Նիկոլ Փաշյանը դարձել է ադրբեջանական գործակալ։ Պարոն Բագրատյան, նաև այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե ինքը իր օրոք է եղել պատերազմը, այլ պատերազմի ժամանակ ինքը պարզապես հայտնվեց։ Ինչպես կմեկնաբանեք նրա այս խոսքը, որ պատերազմի ժամանակ ինքն է ուղղակի իրավիճակն է այդպես ստեղծվել, ինքը իր օրոք չի պատերազմը եղել։ Չհասկացա, դուք կոնե ինչ եք հարցնում, դուք էլ չեք հասկանում ինչ եք հարցնում։ Պատերազմը եղել է 2020 թվականին, երբ որ Նիկոլ Փաշյանը վարչապետ էր։ Միևնույն է, ուզեին թե չուզեին, նախկին նախագահներն էլ իրեն ինքն էլ չլիներ, ով էլ լինել իրենից հետո, միևնույն է, այնպես էր ստեղծվել իրավիճակը, որ Արցախը պետք է ճանաչվեր Ադրբեջանի կազմում, ով ուզեին թե չուզեին։ Եթե հա, եթե մորակուրից տղածնվել քերից կլներ։ Խիր գալիս, տղա ջան, բա խիր գալի իշխանության։ Գալիս է այդ պատասխանատվությամբ, չէ՞, որ լիդերն ես դառնում ազգի։ Բայց այդ էր քո լիդերությունը, ինչ կա չկա 10 թուրքին։ Չեք կարողանում այդպես պատասխանել են, պատասխանեք թող տեղն ընկնի ինքը։ Տեղը չի բերում, այս իրա կռուտիտներն են, Յենոքավանի կռուտիտներն են հերթական։ Կռուտիտներն են, բայց մնում է, չէ՞ իշխանության փաստորեն։ Ոչ, այնպես կեթա,